Լիդերի անվերջ փնտրտուքների մասին։ Մեր հասարակությունը տարիներ շարունակ փնտրում է մի մարդ, ով եւ սկսում է թվարկել բազմաթիվ արժանինքներ եւ բնավորության գծեր, սուբյեկտիվ կարծիքի կամ անձնական համակրանքի վրա հիմնված մտքերի կամ ցանկությունների, երբեմն նույնիսկ անիրական կամ միֆական լիդերի մի կերպար, ով պետք է գա եւ փրկի մեզ, ինչից կամ ումից պարզ չէ։ Ու հենց այս լոգիկայով լիդեր ընտրելը մեզ դրեց 2018-ից հետո տեղի ունեցած դեպքերի ու դրա հետևանքների առջև։ Սակայն ստեղծված իրավիճակում, երբ ազգը կանգնած է կործանման, իսկ հանրապետությունը լուծարման եզրին, առաջնային է ոչ թե այն դրական կողմերը կամ արժանինքները, որոնք կվերագրվեն ենթադրյալ առաջնորդին, այլ այն, թե արդյոք ունակ է նա համախմբել ժողովրդին իր շուրջը։ Դա է այսօր թելադրում իրավիճակը։ Ուստի դադարեցրեք լիդերի անվերջ փնտրտուքները, որովհետև միգուցե այդպիսին երբեք չգտնվի, եւ ինչ է, պետք է հավերժ հանդուրժենք թրքահպատակ իշխանությանը։ Իհարկե ոչ։ Իրողությունները թելադրում են, որ եկել է վճռական պահը, եւ եթե հիմա մենք չհամախմբվենք ու միասնական ուժերով իշխանափոխություն չանենք, արդեն կարող է չլինել Հայաստանը, գիտակցեք սա։ Անհրաժեշտ է մտածել ոչ թե լիդերի մասին կամ թե ով է լինելու հաջորդ վարչապետը, նախագահը, ընդդիմության առաջնորդը եւ այլն, այլ մտածել ինչպես համախմբվել ու վերջապես վրընդել ազգակործան Նիկոլին վարչապետի աթոռից, որից նա կարճած է եւ ոչ մի կերպ այն չի ուզում թողնել, եւ հետո արդեն մտածել նոր վարչապետի մասին, ըստ իս ժամանակավոր կառավարությունը այս դեպքում շատ լավ տարբերակ է։ Ըստ էության բարդված եւ թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ բոլոր ոլորտները ծախողած ղեկավարը պետք է հեռանա։ Վերադառնալով լիդերության թեմային ասեմ, որ պատմության մեջ չկա մի այնպիսի առաջնորդ կամ ղեկավար, որը կվայելի իր ժողովրդի 100%-անոց աջակցությունը եւ վստահությունը։ Չի կարելի նաև կատարյալ լիդերի կերպար ստեղծել, որովհետև ինչպես գիտենք իդեալական մարդիկ չկան եւ բոլորս ունենք մեր թերություններ։ Երբ ընդդիմությունից ինչ-որ մի առաջնորդ ստանձնում է այդ լիդերի դերը, մեր հասարակությունը նախընտրում է նրա մեջ փնտրել թերություններ, բայց ոչ երբեք համախմբվել նրա շուրջը։ Այո, միգուցե նա լավ լիդեր չէ, բայց նրանից բացի ուրիշ մարդ չկա, չէ՞։ Իսկ Նիկոլին փոխելու անհրաժեշտությունը դեռ մնում է եւ այսպես բոլորին անուն կպցնելով է, որ այս պատուհասը դեռ վարչապետ է, հետեւաբար մեղավորը ոչ թե լիդերն է, որը չկա, այլ հասարակությունը, որը փնտրում է լիդերի իդեալական կերպար։ Ընդունեք լիդերին իր թերություններով եւ հաղթանակն անպայման կգա։